ասենք մի ֆակտ։ Դե հիմա Անգելա ջան հիմա ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջական։ Լավ, էլ մնացածը ճիշտ է ասում, չլսենք։ Այս մարդը Հայաստանի Օստապ Բենդերն է, ամոթա որ այս Օստապ Բենդերը մինչև հիմա մնացել է հայտարարությունը ամոթ չի։ Ինքը հայտարարակում դուք չեք պատկերացնում թե ինչ աստիճանյա հայտարարել ամբողջ հայությունը աշխարհով մեկ։ Դուք չեք պատկերացնում։ Բայց իր արբանյակների մասին է խոսում։ Ես հասկացա, որ այս հրիկաները, որ Նիկոլից հրաժարվում են, հիմա գնում են էլի այդ իբր թե Թուրքամետ, Շիրինյանի, Արամ Սարգսյանի դրանց գիրկը։ Գնում են դրանց գիրկը մարտիկա որ գնում են։ Եվ վերջին հարցը, պարոն Զան, հիմա արդեն հարցումներ է, բոլոր հարցումներով հավաքական ընդդիմությունը 3 ուժ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան հաղթելու են Նիկոլ Փաշինյանին վռնդելու են։ Խնդրեմ։ Ջան, ես շուտ բանից գիտեի, որ ես մենք հարցումներով մենք շուտ բանից դա արել ենք, մենք տեսնում ենք, որ մենք իսկապես հավաքական ընդդիմությունը միանշանակ հաղթանակ է տանում իշխանության նկատմամբ, իշխանությունը գիտի դրա մասին, եւ դրա համար ինքը ցայտնոտի մեջ ներվանացած վիճակի մեջ է։ Իդեպ արեթ օգտվելով ես կարող եմ ասեմ, որ կոնկրետ մեր քաղաքական ուժի այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը, որը ներկայացվել է եւ Գագիկ Ծառուկյանի կողմից եւ Անդրանիկ Թևանյանի կողմից, ինքը որակով իր բովանդակությամբ ամենամրցակցային իմաստով լավագույններից մեկն է, որովհետեւ մենք դետալային մակարդակով արգելի ժողովուրդ ներկայացել ենք ինչ անշանակում երաշխարհված խաղաղություն։ Տեսեք, այն խաղաղության բանակցային process-ը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը տանում է, ենթադրելու է 8 գյուղերի հանձնում, հետո տարածքների հանձնում, հետո բախումներ, հետո կամաց-կամաց ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Սա միանշանակ եմ ասում, բոլոր մակարդակի փորձագետները նշում են, որ այս ծրագրի կյանքի կոչման պարագայում, նույնիսկ եմ կրկնում, Հայաստան պետականությունը չինելու 2 մաքսիմում 3 տարուց հետո, իսկ 5 տարի հետո այստեղ արդեն մարդ չի ապրել։ Նիկոլի ընտրվելուց հետո Հայաստան չի լինելու։ Ինչ անշանակում երաշխարհված խաղաղություն։ Երաշխարհված խաղաղություն նորից եմ ուզում կրկնեմ, որ բանակցային process-ի մեջ մտնում է միջնորդ ինստիտուտ։ Միջնորդ ինստիտուտը արդեն զսպում է Ադրբեջանի պլանները, ամբիցիաները, բաները, եւ բանակցությունները գնում է ավելի առարկայական մակարդակով, եւ բանակցությունները գնում է փաթեթային մակարդակով, այսինքն ամբողջ փաթեթը բանակցվում է եւ սահմանազատում, սահմանագծումը գնում է ամբողջական բանով, եթե ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ ունենք, ասենք Արցախի հետ կապված կարա փոխանակում լինի, ասենք տարբեր այլ բաներից, այդ ամեն ինչը բալանսավորված է լինում, որտեղ անվտանգային խնդիրներ Հայաստանը չի ունենալու։ Սա շատ կարևոր խնդիր է, որտեղ այդ այն նշանակում իրական խաղաղություն, հարգելի ժողովուրդ, խաղաղությունը չի լինում վերացական։ Սահմանազատումը դա քաղաքական ակտ չի, սահմանազատումը շատ կոնկրետ տեխնիկական process է, բայց սահմանազատումն ու սահմանագծումը կանալ կյանքի կոչ մենակ այն ժամանակ, եթե կողմերը ունեն բալանս, հավասարված։ Հայաստանը թույլ վիճակի մեջ է Ադրբեջանի հետ։ Հնարավոր չի, որ 2 հոգով, 2-ով այդ ֆորմատով գնանք։ Դա խաբեություն է։ Այդ խաբեությունը վերջը արդյունքում ձեզ է բանանելու։ Առանց երաշխարհված խաղաղության հնարավոր չի տնտեսական զարգացում։ Տնտեսական զարգացման մոմենտով ասեմ, մեր ծրագրի մեջ շատ կարևոր մի քանի կետ կա, որ ես կուզեմ նշեմ։ Այս Էմիրատների հետ կապված պատմությունը, որ հիմա տեսնում են, չէ, այդ Դուբայի հետ ռմբակոծումները, բաները, ես ասեմ, որ Էմիրատները վերջին տարիներին դարձել էին համաշխարհային Շվեյցարիա, այսինքն Շվեյցարիան իր դերակատարումը հանձնել էր Դուբային։ Այսինքն Դուբայում էր։ Ուրեմն ես ինֆորմացիա եմ ասում, մինչև 1 տրիլիոն դոլարի գույք եւ սեփականություն ուներ ռուսական ամբողջ քաղաքական եւ տնտեսական վերնախավը Դուբայում, մինչև 1 տրիլիոն։ Մենակ ռուսականի մասն է խոսքը։ Ես ուրիշների մասին չեմ ասում։ Մնացածը չինական, ամերիկյան, չգիտեմ, հրեական, ասկան Իսրայելի հսկայական Դուբայը մի հատ հսկայական մի հատ մեծ մի հատ տարածք էր դարձել, որտեղ ինքը մեգա մի հատ պրոյեկտներ իրենց ներկայացնում, որտեղ ինքը ոչ միայն Շվեյցարիա էր, ինքը մեգա Շվեյցարիա էր իրենց ներկայացնում։